Այնպես էր զգայական արարածների գլխի մարդու մտքի պատճառով մեռնելուց հետո անկարելի էր, որ երկրի ծառայական գոյությունը անփոփոխելի մնար քո կենդանարար խոսքի օրհնության մեջ։ Իսկ երբ հայրական թաքնված սերը հայտնեցիր մարդկային ցեղին, միացին որդուդ առաքելով, որպեսզի Հեսեի արմատից ըստ մարմնի իբրև ծաղկյալ գավազան բխի և իբրև վայրչագեղ և անուշահոտ ծաղիկ բուսանի անարատ կույս Մարիամից և իբրև կյանքի ու անմահության պտուղ բաշխվի մեր մահկանացու բնությանը, խաչի վրա Քրիստոսով վերստին օրհնեցիր ողջ տիեզերքը, համաձայն քո անսուտ խոստման, որ տրվեց հավատքի հայր Աբրահամին, թե քո զավակի միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը։ Ողկուզավոր բոլոր պտուղներից առավել խաղողի հյութն արժանի դարձավ օրհնության մեծագույն շնորհին, լինելով միածին որդուդ փրկագործ արյան նյութը, որով գնվելով ազատվեցինք մեղքի և մահվան ծառայությունից։ Խաղողի այս հյութն էր, որ Վերնատան խորհրդի մեջ ձեռքը վերցնելով օրհնեց և ասաց. այս է իմ արյունը, այս պտղի միջոցով նաև դրան նմանակից բոլոր պտուղները կատարյալ օրհնություն ընդունեցին։ Եվ արդ ով Տեր, նույն օրհնությամբ, որով առաջին և երկրորդ արարչությանը ժամանակ օրհնեցիր քո կողմից ստեղծված բարի արարածներին, օրհնիր նաև մեզ այժմ քեզ ընծայված նորոգ տարվա երախտիքի այս պտուղը, խաղողի ողկույզները, ըստ Ահարոնի հին քահանայության, ինչպես որ Մովսեսի ձեռքով Իսրայելի տոհմի համար օրինադրեցիր բոլոր պտուղների անդրանիկն ընծայաբերել քո վկայության խորանին, և սա ստացվեց որպես մասնավոր ընծաների միջոցով օրհնությունը բոլոր պտուղների վրա տարածվի, այսպես նաև նվիրաբերված այս պտղին խառնելով միացրու քո աստվածային և հոգևոր օրհնությունը, որպեսզի այս նյութական պտուղների ճաշակման համաժամանակ օրհնությանը դիմանալի շնորհը սրա միջոցով միախառնվի ճաշակողների հոգիներին, և որպեսզի այս ճաշակելով մաքրություն և մեղքերի թողություն ստանան, և սրանով արժանի լինենք ճաշակելու այն կենաց ծառի պտղից, որ հրամայեցիր քերովբեների դասին բոցեղեն սրով պահպանել։ Այս ճաշակմամբ անմահանալով անմահների դասերի հետ միշտ պիտի փառավորենք քեզ, որդուդ և ամենասուրբ հոգուդ, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ Խաղաղություն ամենեցուն։ Աստուծո երկիր պարգես սուրբ։ Օրհնյալ ես որդի և հոր խոսք, առաջին լույսի անճարելի ճառագայթ, կերպարանք և պատկեր աներևույթ Աստուծո, նրան գոյակից և արարածներին գոյավորելիս արարչակից, որ խոսքով ասացիր և ստեղծվեցին, հրամայեցիր և հաստատվեցին, քանզի քո իմանալն ու կամենալը կատարյալ գործ է։ Հայտե տունկերից ամենատկարին խաղողի որդին օգտակարության շնորհիվ ավելի զորավոր դարձիր, քան բարձրուշեղ ծառերը, գերագույնդ անգամ օրինակ վերցնելով, պատվեցիր այն և քեզ անվանեցիր որդ, իսկ քեզ սիրով կապակցվածներին ոստեր, քո հորը խնամող և մշակ, որ արդար գործեր պտղաբերողներին հատողների օրենքի համաձայն մաքրում է, անպտղատուներին որպես հավիտենական հրինյութ կտրատում։ Այս խորհուրդ հաստատեցիր նաև քո օրինակը եղող Մելքիսեդեկով, երբ նա հաց ու գինի մատուցեց Աբրահամ նահապետին, նույնը և Նոյով վկայեցիր, մխիթարություն պարգևելով նրան, որ ջրհեղեղով աշխարհի կործանման պատճառով տրտմել էր, քանզի նույն ինքը տնկեց առաջին այգին,
եւ արդարը խմեց գինուց եւ զմայր եւ ով կոնվան պարտի տաճարին ընձավայց այս ողկույզների պտուղ նորտնիր քո սկզբնական որդությամբ ինչպես օրտնեցիր ողկույզների մեջ գտնված ողկուզակը եւ նրանց ովքեր ճաշակում են քո կողմից օրտնված այս պտղից շնորհիր մեղքերի թողություն հոգու եւ մարմնի առողջություն այս պտղից հավատքով ճաշակողներին ինչպես դրախտը ժառանգող ավազակին արժանացրու եթեմական դրախտի անմահական պտուղը ճաշակելուն օրհնիրով Տեր նորահայս այս պտուղը նվիրաբերողներին եւ այս անցական պտղի փոխարեն նրանց շնորհիր անմահական կյանքի վկայությանն արժանանալու օրհնիր Տեր նաեւ այն որդատունքներն ու այգիները որոնցից քաղվել են օրհնության համար բերված ողկույզները եւ ընծայվել սուրբ եկեղեցու դարձրու դրանք պտղաբեր եւ արգասաբերության մեջ բազմաբեղուն ինչպես հողն է բազմաբեղուն եւ պարար ամփորձանք պահիրով Տեր արտերն ու այգեստանները որտեղից բերվել են այս պտուղները հերու պահիր դրանք կարկտից եղյամաբեր սառնամանիքից խորշակահար հողմերից եւ ամեն տեսակի վնասակար պատահարներից որպիսի վայելելով քո նյութեղեն բարիքները որ այս աշխարհում մեծ շնորհեցիր քո փառքի համար միաժամանակ արժանի են քեզ հետ ուտելու եւ ըմպելու հորդ արքայության սեղանի ամենակենսալի խաղողի բերքից համաձայն անսուտ խոստման որ քո կողմից տրվեց ի պատիվ եւ ի փառս համագոյ երրորդության հոր որդու եւ ամենասուրբ հոգու որին վայել է փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն
Եգոքույն սրպո Եվ հույս սամբացելով Քրիստոս աստուծներ, բանյա, պահպանյա և օրդնյա, զազգսայոց զեգեեցիս Հայաստանյայց, ընթովանյավ սուրբ և պատվական խաչիվտկոյի խաղաղության, հրկյա, ազատյա, հերևելի և աներևույթ թշնամյաց, արժանավորյա գոհությամբ հարավորեմ, ըսքեզ վնցրփող վույն, այժմ և միշտ և ավիտյանս հավիտերից ամեն։ Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ, առաքելական մեր սուրբ եկեղեցու։ Կատարեցինք խաղողորտնության կարգը, օրհնեցինք խաղողի ողկույզները և այն այգիներն ու անդաստանները, որտեղից առաքվում են, վերվում են պտուղները իվայելում են մեր ժողովրդին։ Մենք միաժամանակ հայց և աղոտ կառաստված բարձրացրեցինք, որպեսզի Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ առատորեն հեղվեն շնորհանքը, որպեսզի կարող լինենք հեռուվանել ժամանակների մատուցած բոլոր փորձությունները մեզ և կարողանանք կերտել լուսավոր, բարոր, երջանկաբեր ապագան մեր ժողովրդի համար։ Թող Տիրոջ սերը, շնորհը և օրհնությունը միշտ լինեն ազգի զավակների հետ այսօր և հավիտյան։ Թող Տիրոջ սերը, շնորհը և օրհնությունը միշտ լինեն ազգի զավակների հետ այսօր և հավիտյանս։ Ամեն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։